պահանջով եք եկել այստեղ, ինչ խնդիրներ ունեք։ Մեր պահանջը հետևյալն է, մենք րոպե առաջ ուզում ենք, որ մեր հիմնարկությունները բացվեն, ինչի, որովհետև այս ամեն ինչը չասել ապօրինի, ուրիշ ոչ մի ձև չասել, եթե անգամ կան խնդիրներ, ցանկացած խնդիր կարա լուծվի այլ տարբերակով, ոչ թե այսքան մարդ թողնել անգործ, սոված, այս սովետության մեր Հայաստանի տնտեսությունը այն կարգի վատ վիճակում է, որ ցանկացած մարդ օրվա հացի փողով է աշխատում։ Այսօրվա մեր առաջարկը, մեր բողոքի ակցիան նրա մասին է, որ նախորդ անգամ մեզ ընդունեցին, հիմա այսօր եւս մենք ուզում ենք, որ մեզ ընդունեն, մեր հարցերին պատասխանեն, երբ են բացվելու մեր հիմնարկությունները, երբ են բացվելու մեր հաշիվների վրա դրված կալանքները եւ ով է հուլիսի 6-ից սկսած աշխատավարձերը վճարելու, որովհետեւ եթե հիմնարկությունը չի գործում, փող չկա, ոնց ենք մենք այս մարդկանց փող տալու։ Քանի քաղաքացի է նման խնդրի առաջ կանգնել։ Նու ես մեր մասով կարող եմ ասել, կոնկրետ մեր հիմնարկություն 70 աշխատակից է, բայց Մերը մուլտիգրանտ ռիզորտ Ծաղկաձոր, բայց հիմնարկություններ կա որտեղ 100+, ասենց գումարայինով դեպի մի, չգիտեմ, 8000, 10000 չեմ կարող հստակ ասեմ, էլի, իմ մասով կարող ասեմ, իմ մոտ կոնկրետ այս պայծրությամբ հարկարդի պարապորտային 70 աշխատակից։ Նախորդ անգամ կառավարությունից ձեզ ինչ են պատասխանել։ Նախորդ անգամ լսեցին մեր առաջարկները, մեր խնդիրները լսեցին, մեզ ասեցին, որ մենք հարց ենք, ուղիղ հարց ենք տալիս, երբ եք պատասխանելու մեր այս հարցերին։ Մենք այստեղ սպասում ենք։ Ասին չենք կարող ասենք 15 րոպեից միգուցե մի ժամից միգուցե 2 շաբթի, ասինք օքեյ, 15 րոպե սպասեցինք, ձեն չկար, ժամ սպասեցինք, ձեն չկար, դե համար հայտարարեցինք, եթե մինչև 2 շաբթի չպատասխանենք, մենք 2 շաբթի ավելի շատ մարդկանցով, ովքեր որ ռեալ այսօր անգործ են, շատ մարդկանց ես ու իմ մյուս գոլեգաները, ովքեր որ ունեն այդ հնարավորությունը մեքենայով գնացել են թեկուզ նույն Ծաղկաձորից, մարդկանց բերել են, հասցրել են այստեղ, որ իրենց բողոքի ակցիան կազմակերպեն։ Եթե ձեզ չընդառաջեն, ինչ եք պատրաստվում անել։ Ոյ, շատ բարդ հարց եք տալիս, մեր խաղաղ բողոքի ակցիաները միանշանակ մենք շարունակելու ենք։ Այնքան ենք անելու, մինչև իշխանությունը հասկանա, որ սենց չի կարելի, որովհետև ոնց որ այն մարդիկ, ովքեր որ ԿՊ են ընտրել, նույնիսկ այն մարդիկ, ովքեր որ Բարգավաճ կամ չգիտեմ, այնտեղ Միասնության թևեր կամ Հայաստան դաշինք տաշի կապ չունի, նույնիսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացի են եւ տարանջատել այդ երկու մասի, դա սխալ է, то есть ով ԿՊ-ական է, օքեյ է, դու պետք է լավ ապրես, ով ԿՊ-ական չի ընդդիմադիր հայացքներ ունի, դու պետք է սոված մեռնես, չկա տենց բան, որովհետև 2018 թվին դրա մասին շատ եմ ասել, բոլորը թե ընդդիմադիր հայացքներով, թե քաղաքական հայացքներ, բոլորը աբսոլյուտը եղել են հրապարակում եւ գոչել են Նիկոլ Վարչապետ։ Ես սենց այսպես դες ասեմ, մենք այն ժամանակ չենք ընտրել Նիկոլ Վարչապետին։ Մենք այն ժամանակ ընտրել ենք Սերժին Մերժել։ Նիկոլի տեղը ով լիներ, մենք ընտրելու ենք այդ մարդուն, то есть այստեղ հարցը հենց Նիկոլ Վարչապետը չի։ Այսքանը կարամ ասել։ Գագիկ Ծառուկյանին դուք ձեր աջակցությունը հայտնում եք, թե պարզապես որպեսի գործը չկորցնեք, եկել եք գործի համար։ Ես դες այսպես ասեմ, անձամբ եմ Գագիկ Ծառուկյանի հետ շփվում գործի բերումով, ես նման Աստծով մարդ իմ կյանքում չեմ տեսել, նման ղեկավար ես իմ կյանքում չեմ տեսել, ղեկավար ով հասնում է քո ցանկացած խնդրին, ինձ այդ մարդը պարզ ասել է Արմինե ջան, եթե դու ունենաս խնդիր ու ինձ չասես, դու իմ հետ ես խնդիր ունենալու։ Իմ կարծիքով այսքանը բավական է, որ հասկանանք ինչ կատեգորիայի մարդու հետ գործ ունենք ու բնականաբար ես իմ աջակցությունը եւ մեր բոլոր գոլեգաները իրենց աջակցությունն են հայտնում Գագիկ Ծառուկյանի Ինչի, որովհետև Գագիկ Ծառուկյանի նման մարդիկ ծնվում են 100 տարին մեկ ու նման մարդու հանդեպ վերաբերվել, այնց ոնց որ այսօր իշխանություններն են վերաբերվել, դա ուղղակի, չգիտեմ, չեմ ուզում ավել բառեր ասեմ, բայց չի կարելի, Ծառուկյանի պես մարդու հետ չի կարելի նման ձև վարվել։ Ինչպես եք օրինակ որակում, անմարդկային, ոչ բարոյական, ոչ կանոնական, ինչպես եք դա որակում։ Ես որակում եմ ապօրինի, ոչ իրավական, ոչ մարդկային, որտեղ մարդկային բարոյասիրություն, սենց ասեմ, հա, հանցագործ լիներ այդ մարդը, լուրջ հանցագործ, նարկոբարոն լիներ, չգիտեմ, ինչ որ սենց մարդասպան լիներ, երբեք ոչ մեկ չէր քննադատի այն կադրերը, որը տեսել ենք բոլորս, հա, բայց մի մարդ, ով ամեն ինչ արել է Հայաստանի կյանքը ինչ որ մի ձև լավացնելու, մարդ, ով իր ամբողջ բիզնես գործունեությունը ձևավորել Հայաստանում, նման մարդ, ով ունի 20-30 հազար եւ պլյուս մենակ աշխատակից, նման մարդու հետ վարվել, այնց ոնց որ վարվեցին ու այդ մասկի շոուն, այդ, չգիտեմ, այդ շատ սիրուն SMM մասնագետեր էլի, այդ ռիլը նկարել, հրամցնել ժողովրդին, դա ընդհանրապես բարոյական չի, իմ կարծիքով։